Լյուդվիգ Գյուլնազարյան համար։ Պարոն Լևոնյան, ընդհանուր առմամբ քարոզարշավի 8-րդ օրն է, դուք քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ շատ ակտիվ քարոզարշավ է անում, իսկ ընդդիմադիր թևից մասնավորապես ապրելու երկիրն ասում է, որ մտավախություն ունեք, որ փառաքարում չեք կարող հաղթել ու դրանով է նաև պայմանավորված քարոզարշավում այս ակտիվությունը։ Ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք։ Ես կմեկնաբանեմ այսպես, որ ընտրությունները հաղթում են գործով եւ քարոզարշավով եւ արված գործը հենց քարոզարշավի ժամանակ պետք է մատուցվի եւ հրամցվի մեր ընտրողներին, մեր քաղաքացիներին, եթե իրենք ալտերնատիվ ճանապարհներով են գնում, չգիտեմ, ինչ-որ ԽԾԲ-ների միջոցով կամ չգիտեմ, ծանոթ բարեկամների կամ այլ միջոցներով, ես կարծում եմ, որ ժողովուրդը ունի այդքան գիտակցություն եւ կատարելու է իր ընտրությունը դատելով եւ ելնելով կատարված աշխատանքից եւ խոսելով, ծանոթանալով նոր ծրագրի, նոր նախագծերի հետ եւ անձամբ տեխնացուի հետ։ Դրա համար մենք ընտրում ենք տուն առ տուն տարբերակը face to face, դեմ առ դեմ խոսելով մեր ընտրողի հետ, մեր տեխնացուի հետ համատեղ շրջում ենք բոլոր վարչական շրջաններով եւ կատարում ենք մեր քարոզարշավը եւ շփվում ենք մեր քաղաքացիների հետ։ Պարոն Լևոնյան, խոսեցիք կատարված աշխատանքների մասին, նախ ինչ աշխատանքներ եք ընդհանուր առմամբ կատարել ու նաև ինչ առաջնահերթություններ ունեք, այսինքն որոնք են առաջիկայում լինելու ձեր համար մեկ անելիքները։ Առաջնահերթությունները համայնքում ես կարծում եմ ամենաշատ բարձրաձայնվող հարցերը կոյուղու եւ ճանապարհների հարցերն են։ Վերջին 2.5 տարին ենք, ինչպես դուք գիտեք, 2.5 տարին է կոալիցիոն, նախորդ ընտրությունների պատճառով կոալիցիոն, այսպես ասած, ձևավորված իշխանությունը անցել մեզ եւ 2.5 տարում չեմ կարող պնդել եւ ասել, որ ինչ-որ ահռելի կամ զգայուն աշխատանքներ են կատարվել, բայց իհարկե կատարվել են մանկապարտեզներ, պետական սուբսիդիոն ծրագրերով վերանորոգված բազմաթիվ դպրոցներ վերանորոգված, ինչու՞ չէ նաեւ ճանապարհներ, բայց եթե Փարաքար համայնքի բնակիչը, փարաքարցին ուզում է, որպեսզի այդ աշխատանքները նոր թափով եւ առանց վայրի վերումների առաջիկա 5 տարում լայնածավալ կերպով կատարվեն, պետք է իր ընտրությունը կատարի եւ ամսի 30-ին ընտրի համար 1 քվեաթերթիկը Լյուդվիգ Գյուլնազարյան։ Ինչու պիտի ընտրի համար 1-ը եւ Լյուդվիգը։ Որովհետեւ մենք մեր առջև ստանձնած բոլոր խոստումներն ու պարտավորությունները կատարելու ենք, որովհետեւ Լյուդվիգը իրապես ժողովրդի կողքին կանգնած է, իրապես ժողովրդական մարդ է եւ վայելում է, ինչպես ես եմ նկատում եւ կարծում եմ բոլորը, վայելում է սերը եւ հարգանքը Փարաքար համայնքի բնակիչների։